Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը գրառման պնդում է, որ դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Ավագանու անդամը նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 5 դատավորների կոլեգիալ որոշմամբ բավարարել է Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության դիմումը Երևանի ավագանու որոշման դեմ, որը սահմանում էր Երևան համայնքում տեղական վճարների 2025 թվականի դրույթ քաչափերը։ Այլ կերպ ասած, դատարանը կասեցրել է Երևանում A և B գոտիներում կամ կենտրոն և արաբկիր վարչական շրջաներում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը։ Գրել է ավագանու անդամը և շնորհավորել վերը նշված ավտոկայանատեղերից օգտվող վարորդներին։ Վարչական դատարանը 2 անգամ անվավեր է ճանաչել կարմիր գծերի համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ, առաջին անգամ նման վճիռ եղել է 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դատարանն արձանագրել էր, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ։ Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի կայացրած 2 որոշումները։